Սրբազան հայր, արժանապատիվ տերհայր եւ եկեղեցին պետականության ակունքներում պատմաբանների համաժողովի սիրելի մասնակիցներ, օրեր առաջ մի քանի պատմաբաններով, երբ որ քննարկումներ էինք ունենում, անընդհատ միտք կար տարբեր հնչող անհարգի տարբեր ձևակերպումների հարցերի շուրջ մասնագիտական որոշակի խոսք ասելու եւ իհարկե շատ կարեւոր է, որ մեր հանրությունը լսի եկեղեցու պատմական դերակատարության հետ կապված եւ մասնավորապես պետականության պատմության տեսանկյունից եկեղեցու դերակատարության մասին մասնագետների խոսք։ Եվ իհարկե կարող են իշխանությունները մի բան ասել, ընդդիմությունը մի բան եւ այլն, դա քաղաքական քննարկում է լինում, մենք խնդիր չենք դրել քաղաքական քննարկում անելու, բացառապես մասնագետներով ենք դրա համար ժողոված, իհարկե որոշակի առումով հապճեպությունը մեզ խանգարել է մի կողմից էլ, մենք սովորենք ավելի գիտաժողովների ձևաչափին եւ դրա համար նախապես պատրաստվելու ավելի շատ ժամանակ է միշտ մեզ անհրաժեշտ, ավելի լավ ձևակերպված զեկուցումներ գրելու համար, դրա համար մենք մտածեցինք, որ կարելի է համաժողովի ֆորմատը ընտրել եւ իհարկե հրավիրել նաեւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից ներկայացուցիչների, այնտեղից նույնպես ինչպես եւ այստեղ ներկաներից շատերի մոտ կար այդ մոտեցումը, որ ինչու այդքան հապճեպ անել, գուցե կարող էիք ավելի հետո անել, լավ պատրաստվեիք եւ այլն, օբյեկտիվ գնահատական է, կարծում եմ, բայց նաեւ պետք է հաշվի առնենք, որ իրավիճակը այնպիսին է, որ իսկապես կարիք կա մասնագիտական խոսքը, որ առաջ ներկայացնելու եւ շրջանառության մեջ դնելու, այդ առումով շատ շնորհակալ եմ բոլոր ներկաներին, որ ժամանակ են գտել եւ այսօր այստեղ են եւ պատրաստ են իրենց խոսքը, մասնագիտական խոսքը ասելու եւ իհարկե հայցում եմ մեր կազմակերպիչների անունից ներողամտություն այն բոլոր մասնագետներին, ում չենք հասցրել հրավիրել եւ ժամանակի մեջ այդպես չենք կողմնորոշվել բոլորին մեկտեղելու։ Հիմա ես կխնդրեի, որպեսզի Հայաստանության գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը ավագության կարգով իր ներածական խոսքով մեզ մասնակիցներիս մուտք ապահովեր դեպի այս համաժողով, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Գերաշնորհ